4 օր դադարից ու ակցիաներից հետո միայն Արարատ ցեմենտի գործարանի աշխատանքը վերսկսվեց։ Օրեր առաջ կապարակնքված գործարանն ու հարակից վարչական շենքը մի քանի ժամ բանակցություններից հետո բացեցին իրավապահները։ Առավոտից գործարանի աշխատակիցները փակել էին գործարանի դարպասներն ու պահանջում էին վերականգնել արդարությունը։ Գործարանի լաբորատորիայի վարիչի խոսքով Արարատ ցեմենտ գործարանն է տարածաշրջանի բնակավայրերի հիմնական ապրուստի միջոցն ու առանց դրա շահագործման մարդիկ սովի կմատնվեն։ Աշխատակիցները հավաքվել են, պահանջում են իրենց, որ մենք աշխատենք։ Եթե մենք չաշխատենք, եթե այս գործարանը չաշխատի, կնշանակի ամբողջ ռեգիոնը սովի է մատնվելու։ Այս քաղաքը, Արարատ քաղաքը հիմնվել է ցեմենտի գործարանի վրա։ 32 թվականին, երբ որ հիմնվեց ներքևի գործարանը, հետո վերևի գործարանը, այդ ժամանակ հիմնվեց նաև Արարատ քաղաքը, որը պետք է ապահովեր մեր ամբողջ ռեգիոնը։ Դրա համար էլ եթե մենք այսօր հանգարց կանգնենք, նախ առաջինը ամբողջ Արարատ քաղաքի իր ռեգիոնով հեչ կլի։ Գյուղատնտեսությունը կիշնի 0-ի վրա, որտեղ մենք առևտուր չենք կարողանենք։ Արարատի մարզի 1300 բնակիչ է աշխատում գործարանում։ Աշխատակիցներն ասում են, առանց այս գործարանի Հայաստանում շինարարությունը եւս կկանգնի։ 4 օր չաշխատելու հետևանքով խնդիրներ արդեն կան։